Ձեր եկեղեցի մի փոքր խոսքով որպես շնորհավորական ուղղեմ ձեզ եւ հետո փոխանցեմ մեր Զավեն հովին։ Ուրեմն մտածում եմ երեկվանից խնդրում եմ Տիրոջը թե ինչի մասին, ինչ կիսվեմ, ինչ կդնես Տեր սրտիս մեջ ու մի բան էլ ասեմ, մենք երեք շատ հիանալի ժամանակ ունեցանք Փառք Տիրոջը, որ Տերը խոսեց մեր սրտերի հետ եւ մենք հավատում ենք, որ ոչ մի բան պատահական չի։ Եվ երեք էլ համարյա թե բոլոր մեր պատգամախոսները շեշտեցին նրա մասին, որ ժամանակները չան։ Եվ մենք հասկանում ենք առաջի դարից սկսած ու հետաքրքիր է առաջի դարում մեր առաքյալները բոլորը խոսում են վերջի ժամանակների մասին։ Ու մենք գտնվելով այսքան տարիներ առաքյալներից հետո ավելի մոտ ենք վերջի ժամանակներին։ Եվ դեռ այն ժամանակ խոսքը ասում է, որ ժամանակները չան։ Եվ մի խոսք մտքիս եւ սրտիս մեջ Տերը դրեց, որի հիման վրա կուզենամ մաղթանքս ասեմ։ Մատթեոս 24:12-ում Տեր Հիսուսն է, որ խոսում է վերջի ժամանակների մասին ու ինչ է տեղի ունենալու, ինչեր են լինելու եւ մի բան է Տերը շեշտում, ասում է Մատթեոս 24:12-ում եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ Եվ մենք հասկանում ենք ինչքան ժամանակները չար են, ինչքան մոտենում ենք այդ վերջի ժամանակին Տիրոջ գալուստից առաջ այդ ամենը որ սպասում է, Տերն էլ մի բան է նախազգուշացնում մեզ, որ դրա հետ մեկտեղ շատերի ոչ թե աշխարհի մասին է խոսքը, մեր մասին է, հավատացյալների մասին է։ Այն մարդկանց մասին է, ովքեր որոշում են կայացրել Տիրոջը հետևեն, ասում է շատերի սերը կսարճի։ Հայտնություն 2:4-ում է, երբ որ Տիրոջ ոգին դիմում է եկեղեցիներին, 2:4-ում էլ այսպես է ասում եկեղեցիներից մեկի դեմ, Տեր ասում է, բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջի սերը թողես։ Սիրելի եկեղեցի, սիրելի հարս եկեղեցի։ Շատ կարևոր է, որ մենք մեր սերը մեր Փեսայի հանդեպ չսարճի։ Մեր սերը Փեսայի հանդեպ չմոռանանք, որովհետև գալու է այդ ժամանակները, փորձությունները, դժվարությունները եւ մենք հիմա տեսնում ենք, ու ամեն ինչ շատ արագ է զարգանում։ Ամեն ինչ շատ արագ զարգանում է ու այս աշխարհը գնում է իր կործանման։ Բայց մեզ համար Աստված սահմանել է, որ մենք գնանք դեպի փրկություն։ Ու շատ կարևոր է, որ այն սերը, որ իր հոգուց դրված է մեր սրտերի մեջ, որ մենք կարողանանք մինչև վերջ պահենք։ Ամեն բան լինելու է, ամեն մարտահրավեր գալու է, որ մեծ սիրո դեմ գործի, այդ սերը խափանի, որ մենք հեռանանք, մենք ուրանանք։ Ու մեկտեղ էլ ասում է գալու է ժամանակներ, որ զորությունը ուրանալու ենք Աստծուն։ Այսինքն տեսանելի լինելու է այդ ամեն ինչը, բայց Տիրոջ զորություն ուրացած ենք լինելու, բայց կարևոր է, որ մենք այդ սերը մինչև վերջ պահենք։ Եվ իմ հորդորն է սիրելի եկեղեցի եւ նաեւ որպես մաղթանք է, որ մենք հիշենք այն առաջի սերը, հիշենք այն գործերը, ինչը որ Աստված արել է մեր կյանքում։ Ու այդ ամենը մեզ միշտ հորդորի, որ նրա սիրուց բռնված եւ սիրով առաջ գնանք։ Եվ խոսքը վերջին որ կկարդամ առաջին Կորինթացիս 13:4 եւ 8, որտեղ խոսում է սիրո գերազանցության մասին։ Եվ սա որպես մաղթանք սիրելի եկեղեցի ուզում եմ, որ մենք հասկանանք այս սիրո այս ամեն իր բնութագրերը եւ մեր սրտերի մեջ միշտ պահենք եւ սրանով գնանք առաջ։ Այսպես է ասում 13-րդ գլուխ 4-ից 8-րդ խոսքերը։ Սերը երկայնամիտ է, քաղցր է։ Սերը չի նախանձվում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրփանում, իրը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա, եթե մարգարեություններ կան կխափանվեն, եթե լեզուներ կլռեն, եթե գիտություն կխափանվի, բայց սերը երբեք չի վերջանա։ Եվ սիրելի եկեղեցի իմ հորդորն է, սիրելի Աստծո ժողովուրդ, որ այս սերն էլ որ Տիրոջից մեր սրտերում դրված է, որ երբևիցե չմարի, այլ մինչև վերջ պահենք մեր հավատքը եւ ինչպիսի սիրով սկսվել ենք մեր ընթացքը, այդպես էլ հասնենք մեր Տիրոջը եւ թող Աստված փառավորվի մեր գործերում։ Եվ այս խոսքերը վերցրեք ձեր սրտերի մեջ, որ սերը ամեն բան անելու է եւ Տիրոջ սերն է, որ ես եւ դու հասնենք այդ փառավոր փրկության եւ այդ փառավոր պսակը ստանանք։ Աստված օգնի ձեզ, Տերը թող փառավորվի ամեն բանում։ Ամեն։
Ներողնի սիրելի իրեր եղբայրներ, ողջունում եմ մեկ անգամ ևս բոլորիդ այս հրաշալի միջոցառմանը, որովհետև ժամանակ անցնում է, տարիներ անցնում են եւ մենք կամաց փոխվելով փորձում ենք նմանվել Հիսուսին։ Եվս մեկ տարի անցավ եւ ժամանակն ամեն տարի մեկ ինչ-որ արդյունքների ամփոփում կատարել եւ հասկանալ ինչ ճանապարհով ենք գնում եւ ինչ է մեզ անհրաժեշտ եւ ինչի մասին մենք կցանկանայինք, որ շեշտադրություն դնենք։ Եվ ես փորձեմ մի փոքրիկ խոսքով ձեզ հետ կիսվել այն ինչ որ ես գտնում եմ, որ այսօր մեզ բոլորի շատ անհրաժեշտ է, կխոսել փոքր եւ մեծ հաղթանակների մասին։ Մենք գիտենք մարդկանց, ովքեր ունեցել են շատ մեծ հաղթանակներ։ Խոսքս իհարկե աստվածաշնչյան հերոսների մասին է, Նոյ, Դավիթ, Հովսեփ, Աբրահամ եւ այլն։ Մի քանի հարց, որ հասկանանք ինչի մասին է խոսքը, ինչով էր հայտնի Նոյը։ Ես ոչ թե մենք կյանքը պատմենք, այլ իր ամենակարևոր քայլը։ Նոյը կառուցեց մի տապան եւ իր ընտանիքի հետ միասին փրկվեց այդ տապանում եւ վերջնական հաշվով գիտենք, որ հայտնվեց Արարատ լեռան գագաթին, ամբողջ մարդկությունը մահացավ, իսկ Նոյը մնաց կենդանի։ Ինչով էր հայտնի Դավիթը։ Ես չեմ ասում իր ամբողջ կյանքի բոլոր պատերազմները, կարծում եմ, թե ներողություն։ Դավիթի ամենամեծ հաղթանակը դա երբ որ նա կանգնեց երիտասարդ հասակում մի ահռելի մարդու առջև, որի անունն էր Գողիաթ, որը մոտավորապես 3-3.5 մետր բարձրություն ուներ, եւ Դավիթը մի փոքրիկ քարով կոտրեց այս Գողիաթի գլուխը, սապտացրեց գցեց գետին։ Ինչով էր հայտնի Աբրահամը։ Աբրահամը հայտնի էր, որ նա հավատաց Աստծուն եւ իր ամբողջ սերունդը օրհնվեց։ Ինչով էր հայտնի Հովսեփը, նա դարձավ Եգիպտոսի երկրորդ մարդը եւ օգնեց իր 70 հոգուց տեղ պատասխան գտած մարդկանց հետագայում վերածվել 3-ից 3.5 միլիոն կարծեմ քանակի մարդկանց։ Եվ այս ցուցակը մենք կարող ենք շարունակել։ Սրանք հավատքի հզոր մարդիկ են, ու մասին գրված Աստվածաշնչում։ Եվ ես հարց եմ տալիս մեզ բոլորիս եկեղեցու անդամների, թե ով է ցանկանում ունենալ այդ նույն զորությունը, ով է ցանկանում կատարել այդ նույն քայլերը։ Եվ մենք գիտենք այսօր էլ կան հզոր հավատքի անձնավորություններ, ովքեր իրոք հրաշքներ են կատարում ու աղոթքներով իրոք ունենց հրաշքներ են տեղում, ունենց մարդիկ են բժշկում, որ իրոք դա բան է, որ մենք պետք է սովորենք եւ մենք վատ կլինի, եթե չցանկանանք այդ նույն ճանապարհը անցնել։ Եվ մենք բոլորս հավատացյալ ենք եւ իրականում հասկանում ենք, որ այդ հրաշքները կատարում են ոչ թե այդ մարդիկ, այլ իրականում կատարում Աստված։ Եվ ցանկանում եմ միասին խորհենք, թե ինչ էին մտածում այդ հզոր մարդկանց կողքին գտնվող մյուս մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրոք գործում է Աստված։ Երեք այդ մասին շատ հրաշալի ձևով մեր Արարատ եղբայրը խոսեց։ Հավանաբար նրանք մտածում են այդպես, կարծում են, թե եթե Դավիթ իր փոքրիկ մարմնով, իր պարսատիկով, դաժե տեսել են ռադատկեն չի, որ ռեզինը քաշում ես, բացես, որտեղ այդ ռեզինը որ քաշում ես, արագություն է տալու, դա պտտում են ու շպրտում են, այսինքն ավելի թույլ ուժ է։ Եթե նա այդ փոքր մարմնով կարողացավ փոքրիկ քարով այդ ընդերեք հաստագլուխի գլուխը կոտրել, որտեղ կարծում թե դրան ոսկորներ էր ավելի հաստ։ Բոլորը հասկանում այդ քարի արագացում տվեց Աստված։ Մարդիկ մտածում են չէ որ եթե ես լինեի Դավիթի տեղը եւ այդ նույն պարսատիկը պտտեի եւ Աստված այդ քարին խփեր, ես նույնպես կկարողանայի այդ Գողիաթին տապալել գետին։ Եթե Աստված Նոյի փոխարեն ինձ ասել կառուցիր տապանակ եւ ինձ տար անհրաժեշտ այդ մեծ նավի համար կառուցման բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ես էլ կարողանայի։ Եթե Հովսեփի փոխարեն լինեի եւ Աստված ինձ օժտեր երազներ մեկնաբանելու ունակությունով եւ ես այդ օրը հայտնվեի այդտեղ, ես էլ կմեկնաբանեի, ես էլ կդառնայի երկրորդ արտը։ Բայց
Մենք տեսնում ենք, որ մենք քննարկում ենք միայն մարդկանց վերջին քայլերը, բայց մինչև այդ մեծ հզոր քայլերին հասնել, այդ մարդիկ անցել են մի երկար ճանապարհ, որը լի է փոքրիկ քայլերով։ Եվ խորհեցի, որ անգամ Դանիելը մինչև հասներ այդ իր պաշտոնի 13 տարվա մի ճանապարհ անցավ։ 13 տարի նա սպասեց, 25 տարի սպասեց Աբրահամը, մինչև երեխա ունեցավ, հետո երկար սպասեց, մինչև երեխան պետք է արդեն զոհի մատուցել, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ մի բան հասկացա, որ այսօր մեր ճիշտ փոքրիկ քայլերը, որովհետեւ մինչև մեծին հասնելը եղել են ընթացքում փոքրիկ մանր քայլեր, մինչև մեծ քայլին հասնելը մենք ունեցել ենք փոքրիկ քայլեր եւ այսօր մեր ճիշտ փոքրիկ քայլերը որոշում են մեր ապագայի մեծ քայլերի լինելի կամ չլինելու հարցը։ Ամենահզոր գործերը կամ քայլերը մարդու կյանքում մեկն են կամ երկուսը։ Բայց մինչ այդ մեծ քայլերը մարդ անում է երկար, անցնում է երկար ճանապարհ, որը լի է փոքր քայլերով։ Հաճախ մարդիկ անտեսում են այդ փոքրիկ քայլերը, չհասկանալով դրա կարևորությունը։ Մի երկու տեղ արագ ցանկանամ ընթերցեմ։ Դանիելը հրաժարվեց ուտելու թագավորի սեղանից թեյպես ստրուկ էր։ Դա գրված է Դանիել Մարգարեի առաջի գլուխ 8-րդ խոսքը։ Եվ Դանիելը որոշեց իր սրտումը, որ իրան չփախցե թագավորի կերակրողը եւ նրա խմած գինովը եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չփախցե։ Եկեք ճիշտ հասկանանք, այդ մարդը ստրուկ էր, ինքը սեփական կամք չուներ, ինչ ասում են պարտավոր էր անել։ Եվ ցանկացածս հայտնվելով նրա տեղում, եթե քեզ առաջարկեին թագավորի սեղանի այդ հզոր ուտելիքները, ինչ կասեք, չէ, մենք միշտ չենք ուտում, մենք վեգետարիանից ենք, գինի եւ չենք խմում եւ այլն, թե մենք հապաղորժակով ուտեինք։ Նա մի բան հասկացավ, իմանալով Աստծուն, ասել ես չեմ բացվելու դրանով, այսինքն դա իր առաջի փոքրիկ քայլը եւ հետագայում նայում ենք եւ ամբողջ կյանքը լի այդպիսի փոքրիկ, բայց ճիշտ քայլերով։ Հաջորդում ցանկանամ շեշտել Հովսեփը չցանկացավ շնանալ։ Նույնպես ստրուկ է, նույնպես գտնվում էր ստրկության մեջ եւ իրան ինչ ասում է պետք անել։ Նա ասել տղամարդ, երիտասարդ, ռուսիացի ֆրանսիացի եւ Տիվուհին իրան ինչ-որ բան ասում։ Եվ 39 ծննդոց 39-րդ խոսքում ասում է, այս տան մեջ ինձանից մեծը չկա եւ ինձանից մի բան չարգելվեց, բացի քեզանից է, ըստ որում դու նրա կինն ես, ուրեմն ես ինչպես գործեմ այս մեծ չարությունը եւ Աստծո դերում նեղանչեմ։ Երկու պարագայում է երիտասարդները հասկանում, որ իրենց փոքր քայլը դա Աստծո աչքերի առջև է։ Չկատարելով փոքրիկ քայլերը, մենք շատ բան ստանենք անում։ Կգտնվեն բազմաթիվ համոզիչ հանգամանքներ։ Հիշում եք մի պատմություն թագավորը կանչեց մարդկանց եւ պարզեց, որ նրանք չեն գալի, որովհետեւ մեկ ագարակ էր արել։ Իրոք արել էր։ Մեկը անասուն էր արել, մեկը պետք է ամուսնանալ, այսինքն համոզիչ քայլեր, այսինքն չգնալով եկեղեցի, մենք գտնում ենք համոզիչ հանգամանքներ, այսօր տուն եմ արել, այսօր աշխատանքի պետք է գնամ, այսօր հրավիրված եմ ծննդի, չգալով եկեղեցի չենք հասկանում, որ դա կարևոր փոքր քայլ է, որ մեզ պետք է։ Չմիանալով մեր օնլայն ծառայություններին աղոթքի ժամանակ մենք կարող ենք ասել մենք գործեր ունենք։ Տնեցիկով եմ զբաղված, հոգսեր ունեմ։ Չմիանալով ասենք մեր մյուս օնլայն ծառայություններին, ես խեմ այդ մասին ասում, դրա մեջ եմ ասում են ինչ-որ գիտել։ Մենք որովհետև գործի ենք, աշխատանքի ենք, մենք զբաղված ենք, իրոք կա։ Այդ տատասկներն են, փուշերն են, որը խեղդում են աշխարհի հոգսերը, մեր այսօր անելը։ Աստված ասում է փոքրերի մեջ դու ինչ-որ մի բան արա, իսկ սատանան քեզ չի ասում մի արա։ Սատանան ասում է այսօր չանես, վաղը կանես, կհասցնես։ Այսօր ժամանակ չունես, վաղը կունենաս։ Եվ ես խորը այս մասին խորհելով մի բան հասկացա, որ մեր բաժինը այս փոքր քայլերն են։ Մեր բաժինը։ Այն մեծ քայլերը դա Աստծո փառքի համար է։
Այն մեծ հրաշքները, որ կատարվեց, դա ուրիշների փրկության համար է, դա մեր բաժինը չի։ Մերը հենց այդ փոքր քայլերն են։ Ես հիշեցի, եթե չեմ սխալվում, կարծեմ Միքելանջելոն իրանք հարցեցին, ասին, ինչպես ես դու այսպիսի գլուխ գործոց բաներ անում։ Նա եթե հիշում եք մարմարից հզոր արձաններ էր, այդտեղ նայեք Հիսուսի արձանը մոր ձեռքերի մեջ։ Եվ նա ուղղակի հետաքրքիր ձևով պատասխանեց, ասեց, ես հեռացնում եմ ամեն ավելորդ բան։ Ես ուղղակի հեռացնում եմ։ Մենք ունենք լիք ավելորդ բաներ եւ մեր այս փոքր քայլերը դա նա է, որ մեր այս փոքր հեռացնելու բաներն է։ Մեր բաժինը դա է։ Իսկ այն մեծ հզոր քայլերը դա մեզ համար չի։ Դա Աստծո փառքի համար է եւ միտեղ է կընթերցեմ ու կավարտեմ Ծննդոց 45-ի կկարդամ 5, 6, 7 եւ 8-րդ խոսքերը։ Դա հետաքրքիր է Հովսեփի պատասխանը եղբայրներին։ Եվ հիմա մի վշտանակ եւ մի նեղրիկ, որ ինձ ծախեցիք այստեղ, որովհետեւ Աստված ուղարկեց ինձ ձեր առաջին կյանքը պահելու համար։ Նա հասկացավ, որ այս փոքր ճանապարհը ոչ թե նրա համար էր, որ ինքը դառնար երկրորդ մարդը Եգիպտոսին, հասկացավ, որ դա նրա համար էր, որ կյանքը պահպանել, որովհետեւ երկրից նրա սովի երկրորդ տարին է այս։ Եվ տակավին 5 տարի կա, որ վարության եւ հոգ չի դելու եւ Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահես եւ ձեզ ապրեցնե մեծ ազատությունով։ Ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված եւ ինձ Փարավոնի հայր եւ նրա բոլոր տանը եւ Եգիպտոսի բոլոր երկրի իշխան։ Ասեց, սա իմ փառքի համար չի, ինձ պաշտոն ձեռք բերելու համար չի, եթե մենք այսօր ցանկանում ենք, որ Աստված մեզ օգտագործի, պետք է հասկանանք, որ այնտեղ, որտեղ օգտագործվում են հզոր գործերը, դա մեզ համար չի, մեր կուկուշների երջանիկ լինելու համար չի, դա ուրիշների փրկության համար է, բայց որպեսզի կարողանանք հասնենք դրան, մենք պետք է այս փոքր քայլերին մեծ նշանակություն տանք։ Մենք պետք է չհրաժարվենք ծառայելուց, մենք չպետք է հրաժարվենք այս փոքր քայլերից։ Ճիշտ եմ ասում, սատանան միշտ գործեր է փնտրելու եւ ձեր առջևը դնելու, որպեսզի չգաք ծառայության, չմասնակցեք ծառայությունների, չմասնակցեք հավաքների, չմասնակցեք ժողովների, չլսեք պատգամախոսը ինչ անում, ստեղ գալու ժամանակ փոխանակ ստանանք կերակուրը, փոխանակ ստանանք հացը, մենք մտնելու ենք մեր մտքերի մեջ, թե հարթուկ անջատած չթողեցի կամ եւ այլն կամ հոգսեր ոնց անեմ, որ վաղը կարողանամ գումար հայթայթեմ ընտանիքիս համար։ Դրաման այսօր իմ խնդրանքն է մեզ բոլորից, որ եկեք մենք այս փոքրիկ քայլերը չանտեսենք, ուղղակի սա մեկ տարվա մի փոքրիկ ուղերձ, ինչի վրա մենք այսօր հատուկ ուշադրություն դարձնենք, չանտեսենք այդ փոքրիկ քայլերը, որովհետև դրանց առկայությունը եւ ճիշտ գործելը ապահովում է վաղվա մեծ քայլերի առկայությունը լինել կամ չլինել։ Բայց նորից այն մեծ քայլերը մեծ բաժինը չի։ Դա ուրիշների փրկության համար եւ Աստծո փառքի համար։ Ամեն։ Տերով իսերներ չո։ Օգտվելով արդից նախ ուզում եմ շնորհավորել եկեղեցու 16-ամյակի կապակցությամբ։ Ես կարծում եմ 16 տարին քիչ ժամանակահատված չի եւ այս ընթացքի մեջ վստահ եմ, որ տարբեր վայրիվերումներով եք անցել դժվարություններով, միգուցե շարժան պահերով, բայց Մաղթանք կսենա, որ եկեղեցու հետագա ընթացքի մեջ եկեղեցու ժողովրդի կարիքն ու ցանկությունը լինի միայն Հիսուս Քրիստոս։ Տերը օգնի ձեզ։ Կուզեմ մի քանի երգ երգել, ինչպես պատվիրեց սիրելի Հովիվ Հակոբ եղբայրը, մինչև առաջի երգը մի մտքով կուզեմ կիսվեմ ձեզ հետ եւ այնուհետեւ միասին փառաբանենք մեր Տիրոջը։ Սիրելիներ, այս աշխարհի մեջ կարծես երբ որ գլոբալ առումով դիտարկում ենք, տեսնում ենք, որ աշխարհի ողջ մարդկությունը կարծես մի բանի հետևից հանգած։ Փնտրել եւ գտնել մի լավ ճիշտ ճանապարհ, որով մեզ կտանի դեպի լավ կյանք, դեպի հարստություն, դեպի իշխանություն, դեպի կոմֆորտ, դեպի լավ ապրելակերպ, տարբեր կերպերով մարդիկ փորձում են բանաձև գտնել, թե ինչպես հասնել լավ կյանքի։ Եվ կարծում եմ սա գաղտնիք չի եւ բոլորս էլ սրա մասին գիտենք, հաճախ բոլորս էլ դրա մասն ու բաժին ենք կազմում։ Բայց հետաքրքիր լավ լուրով Հիսուս Քրիստոսը հանձամբ ինքը կիսվեց մեզ հետ Հովանու ավետարանի մեջ։ Ես կուզեմ
Միասին մենք նայենք Հովհաննես 14:6 համարը, շատ քաչ հայտնի բոլորիս համար։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ մեկ որը մոտ չի գնա բացի ինձանով։ Մարդիկ փնտրում են ճշմարիտ ճանապարհ դեպի կյանք։ Հիսուսն ասում է այդ երեքն էլ ես եմ, թե ճշմարտությունը, թե ճանապարհը եւ թե կյանքը։ Առաջին փառաբանության երեքն է, որ միասին կուզենք փառաբանենք, խնդրեմ բարձրանանք ոտքի, եթե դժվար չի։ Եվ այս երկով էլ ասենք, այո Տեր, դու ես կյանքը եւ մենք քեզ ենք ուզում սիրելի հայր։ Փառք ես։ Մենք ծափերով փառք ենք Տիրոջը։ Հալելույա, Տեր փառք ես։ Այո դու ես կյանքը Հիսուս։ Margarita,
Մյուս երգը էլի կարծես այս կյանքի մասին մի փոքր նորից պատմում ա մեզ սիրներ հաճախ մենք մարդիկս այնքան տարբեր կապերով, տարբեր թելերով են կապված լինում այս աշխարհի հետ, որ այս աշխարհը այնքան ձգում ա մեզ եւ այնքան տարբեր բաներով մեզ խանգարում ա, որ մենք ամբողջությամբ մեր միտքը, մեր սիրտը լինի երկինքը, լինի Հիսուս Քրիստոսը։ Ես ապշած եմ ուղղակի Սաղմոսների մեջ, երբ որ Դավիթ թագավորը միտեղ 119-րդ Սաղմոսի 19-րդ խոսքի մեջ կարծես մի հետաքրքիր բան ասում։ Այո, 19-ի մեջ։ Պանդուխտ եմ ես երկրի վրա, մի ծածկիր ինձնից քո պատվիրանները։ Ախր Դավիթ եղբայր, դու կարծես թագավոր մեկն ես, դու կարծես հարստության տեր մեկն ես, դու կարծես իշխանության, փառքի, ճանաչման տեր մեկն ես։ Ինչպես ես ասում պանդուխտ եմ երկրի վրա։ Միգուցե եթե Դավթի դռնապանն ասեր, ես պանդուխտ եմ, մի քիչ տրամաբանության մեջ տեղավորվում է։ Դավթի վարորդն ասեր, ես պանդուխտ եմ, էլի տրամաբանության մեջ, բայց անձամբ ինքը թագավորն ասում, այդ ժամանակ կարծում եմ ոչ կորած մի թագավոր այլ աշխարհական մեկն էր։ Ինչն էր պատճառը Դավթի, որ այս տողերն ուղղում Աստծուն, կարծում եմ, որ նա ոչ մի թելով կապված չէր այս երկրի հետ։ Նա ասում էր ամեն բան անցողի կա, ես պանդուխտ եմ այստեղ, Տեր իմ միտքն ու սիրտը դու ես։ Ես մի երկով էլ եկեք որպես աղոթք նորից դիմենք մեր Տիրոջը։ Այս կյանքում հոգիս հանգիստ չեմ, ես այստեղ պանդուխտ եմ և օդար, աշխարհի երգերն ինձ հարազատ չեն, մուջանքան միշտ խորթ եմ ինձ համար, բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է, Եվ արևն անգամ մի կեցպանյա, աշխարհում խաղար ու տարապան է, երկնքում է գանձնամենատա, բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է, և արևն անգամ մի կեցպանյա, Հոգիս ծարավեր, կենքանի ջրիկով աղբյուրի, ես գիտեմ, որ սերը քո ամրավ է, ինձ համար քեզ մոտ ավելի, դու գիտես, որ սիրտս քեզ սպասում է,
հարվում շողերով քո կյանք ես արգելու խնդության նորից դու ինձ վերցնում ես ճանաչել տալիս քո սերմանու խնդիր Տիրոջը Իմ Հիսուսից դուր որ փառենք ես Արցունքների քեզ են որոնում Ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում ես Իմ խոսքից անգամ ինձ հասկանում Ես գիտեմ որ դու միշտ ինձ հետ ես Դու ես Տեր օգնում ինձ այս կյանքում Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես Ինձ պահում կանգուն ու հաստատում Ինձ պահում կանգուն ու հաստատում Ինձ պահում կանգուն ու Եվ ես վերջի երկն էր, որ կերքենք անկեղծ ասած սա չափազանց բարդ երգ է, բարդ իր խոսքերի իմաստային առումով, բայց կհանդգնեմ երգել ես երգը մեր սիրելի Հակոբ աղբոր խնդրանքով, իրականում սրա բառերը այսպես ասում է, գիտեմ ում եմ հավատացել, ես շատ եմ աղոթում, որ ես էլ իսկապես իմանամ, թե ում եմ ճանաչում, ում եմ հավատացել։ Պողոս Առաքյալը երբ որ Շիհայի հետ բանտում էր, այնքան հետաքրքիր և սիրելի պատմություն այն կողմից։ Նկարագրված է, որ կարծես իրանց ոտքերը այդ կոճղերի մեջ, իրանց ձեռքերը կապկպված և հաջորդ օրն էլ իրենց մահը սպասվում։ Սա իսկապես կարծես մի հետաքրքիր և առեղծվածային պատմություն լինի։ Բայց նկարագրված է մի սքանչելի բան, երբ որ առավոտը պետք է արթնանային և նրանց ուղեկցեին դեպի մահ, գրված է, որ նրանք փառաբանում էին, երկրպագում էին Աստծուն։ Ինչն էր ստիպում այս մահավտանք իրավիճակի մեջ, այս երգում էր սքանչելի եղբորը երկրպագել ու փառաբանել Աստծուն։ Ես կարծում եմ մի պատճառ կա սրա համար, և երևի թե նրանք այս երգն էլ երգում էին, գիտեմ ում եմ հավատացել, և գիտեմ որ նա կարող է ինձ պահել, եթե չպահի էլ, ինչպես Հոբն էր ասում, միևնույն է ես պիտի փառաբանեմ և երկրպագեմ իմ Տիրոջ։ Փառք քեզ Տեր։ Երբ Հիսուսին հավատացի, սկսած այն օրվանից, կյանքս ստացավ
որ կարող է ապահել, հավանի պահել, ինձ համար մինչ օրը այն, հավանի պահել, ինձ համար մինչ օրը այն, թեկուզ ամեն բան վերանա, Աստված ասասան է, քո փառքը միշտ ամենադառ սրտանց պիտի երգեմ, գիտեմ ու մենք հավատացել, և գիտեմ, որ կարող են ապահել, հավանի պահել, ինձ համար մինչ օրը այն, հավանի պահել, ինձ համար մինչ օրը այն, հավանի պահել, ինձ համար մինչ օրը Տիրոջը սիրելի եկեղեցի, նորից ուզում եմ ողջունեմ ձեզ բոլորիդ և շնորհակալություն հայտնեմ ձեզանից, որ ամենք այդ ժամանակ եք գտել և եկել եք, թող Տերը ձեզ ժամանակը առատությունով ձեզ փոխհատուցի։ Եվ սիրով կցանկանամ ներկայացնել մեր մնացած չեմ ասի հյուրերի, որտեղ մենք բոլորս էլ Քրիստոսով եղբայրներ և քույրեր ենք։ Կցանկանամ մեր եղբայրներից ներկայացնեմ Օնիկ և Հովսեփ եղբորը շնորհքի զավազան եկեղեցուց շատ շնորհավորի խոսքով։ Տիրոջը եղբայրջան, Հակոբ եղբայրջան, շնորհավորում ենք ձեր ամբյակի կապակցությամբ։ Ես և Օնիկ մեր եղբայրը միասին և մեր եկեղեցու կողմից բոլորս շնորհավորում ենք ձեզ։ Բայց ես ուզում եմ մի տեղ Աստծո խոսքից կիսվել։ Եսայի 54-րդ գրքում Եսայի 54 երկրորդ խոսքից Լայնացու քո վրանի տեղը, լայնացու քո վրանի տեղը, չվաններդ լայնացու, ցիցերդ պնդացրու։ Գիտեք ինչի համար եմ այստեղ ասում եղբայրս, այս դժվարություններով անցած եկեղեցին, որ այսօր կա, շնչում է, գոյություն ունի, դա նշանակում է, որ Աստված միշտ ձեզ հետ է։ Դա նշանակում է, որ դուք պետք է շարժվեք արել։ Դա նշանակում է, որ պետք է այնքան ընդարձակվեք, աչերձա գրված ընդարձակվեք, թող Տերը օրհնի, որպեսզի դուք իրականում ընդարձակվեք։ Կրկին շնորհավորում եմ, չեմ ուզում երկար խոսել, որովհետև ոնց հասկացել ժամանակ։ Եվ կուզենամ մեր հաջորդ եղբորը ներկայացնեմ մեր խաժակ աղբորը ավետաբեր եկեղեցի, թող Տերը ձեզ օրհնի։ Տերը օգնի ձեզ, ես չեմ անում ոնց կարող եք ինձ համոզեք, որ քիչ խոսեմ, բայց հաստատ չփորձեմ, որ քիչ խոսեմ։ Դեպպես ասում էլի, չէ՞, այդպես բան ասեցին, ամեն դեպքում թող Տերը օգնի ձեզ։ Ողջունում եմ ձեզ բոլորից, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ եմ այսօրվա այս հավերքի համար, այս վստահության համար, Տերը օգնի բոլորին։ Ուղղակի մի բան եմ ուզում ասեմ, քանի որ ես Մոսկվայում բավականին ժամանակ արդեն Մոսկվայում ծառայում ենք, ընթացք ենք ապրել, հասկանում եմ ինչ բան է Մոսկվայում եկեղեցի հաճախել, եկեղեցուն ծառայել և մնացած բոլոր բաները։ Քանի որ մի կարճ ժամանակ անց, երբ որ ես գնացի Հայաստան, դե Սևան տղա եմ գյուղից, Լճաշեն գյուղից, գիտեք, որ ընդհանուր Հայաստան երկիրը ժողովուրդը Լճաշենից է սկսվել,
մտքում նորություն է, չէ՞։ Ակունք իմաստության։ Հա։ Ակունք իմաստության։ Դեպս որ չասելոս կլինի աղբերս։ Գիտեք, երբ որ հավաքույթից դուրս եկանք ծառայություն, օրհնություն, ու այնպես էր, որ մեր գյուղի եկեղեցին շրջապատված է ընդհանուր համայնքի, ասենք, այդ ընդհանուր, ասենք, տներով։ Դուրս եկանք ու գնում եմ ես մեր տունը, ասենք, եկեղեցու հետևի մասով գնում, ու տեսակ միլիկները նստած ընդեղ, այսպես ասած, խորատար։ Մոտեցա դե վաղուց ճանաչում էինք, իմացան, որ խաժակ եղբայրը եկել է, վեր կացան, բարևեցին, ես կողմ են կողմ, խաժակ եղբայրից երբ ես եկել, ասես, հյուսով ծաղայել եմ ստեղ, վայ ափսոս, որ իմանային կգարկ։ Գիտեք ինչ եմ ուզում ասել սրանում։ Ես շնորհակալ եմ Աստծոց ձեզ բոլորի համար։ Երևի կհասկանաք ինչ եմ ուզում ասել։ Մարդիկ կան, որ ամենակիչը գոնե 5 կիլոմետր ստարտ է, որ գալիս են եկեղեցի հաճախում։ Մեր մոտ մարդիկ կան, որ գալիս են 220 կիլոմետրից։ Ու ես վերջի անգամ չգիտեմ ինքը երբ բացակայել։ Անգամ հիվանդ է եղել, բայց իր ներկայությունը եղել է Տերոջ մեջ ու ծառայել։ Ես շնորհակալ եմ այդպիսի մարդկանց համար։ Եվ այսօր այդ մարդկանցից մեկը դուք եք, որ գալիս եք երկար ճանապարհ կտրած եւ Տիրոջ տուն եւ Աստծուն պաշտում եք։ Տերը օրհնեցես։ Գիտեք, ինչի համար եմ ասում, որ այդքան էլ հեշտ չի Մոսկվայում, որ եկեղեցում ծառայել, հաստատվել եւ կենալ։ Ամեն դեպքում ես գիտեմ մի բան, որ Աստված երբ որ Մոսես հետ խոսեց Իսրայելի ժողովրդին դուրս անես ճանապարհ, իրանք չէին պատկերացնում, որ իրանք կարող են արմի ծովով անցնեին, հա, իրանք չգիտեին, որ կարող է կիզի ճարևը իրենց վարեր, կամ ասենք անձրևի տակ ունային, կամ քամու տակ ունային, ոչ շը տարբեր բաների միջով մասնային փորձությունների օծի խայթոցը լիներ, թե ծարավը լիներ, չգիտեին, որ դրանով պիտի անցնեն։ Եվ նաև մենք չգիտենք, թե վաղը մենք ինչով ենք անցնելու։ Բայց ես օրհնում եմ ձեզ բոլորիդ, ինչով էլ որ անցնենք, մենք իրար հետ մեկտեղ հավատարմորեն անցնենք։ Ուզում եմ ասել, որ շնորհավոր ձեր տարեդարձը սիրելի եկեղեցի։ Թող Տերը օրհնի ձեզ, որ մենք ընդհանրապես չնայենք մեր կողքերը, այլ նայենք առաջ դեպի երկինք։ Իմ տատս շատ իմաստուն կին էր ասում էր, գալես ասում էր, առաջդ նայի, որ չեն կնես։ Հետո որ մի օր գիրքը բացի կարդացի, հասկացա, որ պիտի երկինք նայեմ։ Առաջս նայեմ ու գնում եմ։ Երկինք նայեմ, որ չեն կնեմ։ Ամեն, բարբիրոջ է, Տերը օրհնի ձեզ։ Դեպի անգամ շնորհավոր, յուրեք օրհնի։ Տիրոջ խոսքը ասում է, թեև մահվան շուքի ձորով անցնեմ, չար բանից չեմ վախենա։ Մենք ամենակարողի որդիներ ենք եւ ոչ մի չար բանից էլ չենք վախենա, որտեղ մեր Տերը մեզ հետ է։ Սիրով ցանկանամ մեր մյուս եղբորը ներկայացնեմ, մեր աշոտ եղբորը Արթնության եկեղեցի ովիվ ընտրեմ։ Տիրոջ սիրելի Աստծո ժողովուրդ, ուզում եմ հեռու չգնամ երեկվա խորագրից, ասեմ կյանքդ լույս տինի, որովհետև մենք սիրում ենք, չէ՞, ասենք աչքդ լույս տինի, ծնունդների ինչ եմ հասանից, ասում եկեղեցի ջան, կյանքդ լույս տինի։ Գիտեք, Տեր Հիսուս, երբ որ հարություն արավ, եկավ եւ աշակերտներին բռնցրեց խառն, ասենց խառնաշփոթ մի, չէ՞, իրավիճակի մեջ, ամեն մարդ իր մտքեր ուներ, իր որոշում ուներ, բայց եկավ ու ասեց խաղաղություն ձեզ։ Սիրելի եկեղեցի, հավատա Տերը, որ ասաց խաղաղություն քեզ, չասեց միայն հենց այդ պահի համար։ Ճիշտ է, այդ խոսքը այդ պահի համար պետք էր աշակերտներին, բայց ուզում եմ ասեմ, որ Տեր Հիսուս երկրի վրա եկավ, ինչպես Հիսուսը խաղաղության իշխանը հաշտեցրեց մարդկանց, որ հետ այսօր եկեղեցին, Հիսուսի հաշտության խաղաղության գործը շարունակողն է։ Դու կարևոր ես, դու կարևոր մեկն ես եկեղեցի։
Եվ Տերն ուզում է, որ դու այսօր Հիսուսի խաղաղության եւ հաշտության գործը շարունակես երկրի վրա։ Մարդիկ ունեն քո կարիքը, սիրելի եկեղեցի։ Շնորհավորում եմ ձեր տարեդարձը մեր եկեղեցու կողմից։ Եվ ուզում եմ ձեզ քաջալերեմ ասեմ, քո ձեռքը ուժ կա, զորություն կա։ Ցանկանում եմ, որ քո աղքատությունը հոգու աղքատություն լինի։ Ցանկանում եմ, որ շատերին լուսավորեք, շատերը գան լայնանակ, ինչպես մեր աղբերն ասեց, թող ձեր վրանի, ճվանի տեղը երկարի։ Թող Աստված օրհնի ձեզ։ Եվ մի փոքրիկ օրհնություն երկու լումա հաշտության գործը շարունակելով մեր եկեղեցուց։ Եվ մյուս մեր եղբորը, որ կցանկանամ ներկայացնել, նա Հայաստանից է, փառք ենք ասում, որ մենք գիտենք, որ պատահական բան չկա, մենք իր հետ հաղորդակցվել ենք եւ շատ օրհնված եղբայրը Հովհաննես եղբայրը Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաներ։ Ողջունում եմ բոլորիդ սիրելի եկեղեցի, Աստված օրհնի եւ ես եմ միաբանում այդ շնորհավորանքներին, շնորհավոր լինի Աստծո փառքը թող միշտ ծածկված լինի ձեր վրա եւ Աստծո գերագույն ու հավիտենական սիրով միշտ ողողված լինեք, միշտ օրհնված լինեք եւ այդ սերը թող տարածվի ձեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով։ Դա գերագույն միակ հաղթանակն է, եկեղեցու զենքը, որով պիտի հաղթի եկեղեցին, դա սերն է Քրիստոսի։ Ալելույա Տիրոջը։ Եթե դա չլինի, եկեղեցին կպարտվի։ Եվ դրա համար պետք է որ եկեղեցին ինքը հաղթի։ Եվ ես ուզում եմ եկեղեցուն մի հարց հղել, որը հարցը Աստվածաշնչից է, եւ դա գրված է Երկերքոց 6-րդ գլխի 10-րդ խոսքից։ Երկերքոց 6-րդ գլխի 10-րդ խոսքից։ Ով է այդ, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր արեգակի պես, ահարկու դրոշակի զորքերի պես։ Եվ ուզում եմ այս հարցը, որը որ արդեն իսկ հենց ինքը հարց է, ես ուզում եմ հարցնել ձեզ բոլորիս, ով է այդ, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, մաքուր արեգակի պես, ահարկու է դրոշակի զորքերի պես։ Ալելույա Տիրոջը։ Ով է։ Ինչի եք վախենում։ Ասեք, որ Տերն է։ Քո Տերը, քո Փեսան, եկեղեցի, ով հարցքույր, նա քո Փեսան է, քո արարիչը, քո ստեղծիչը, քեզ սիրողը, ով քեզ համար իր կյանքը զոհեց Գողգոթայի խաչի վրա։ Եկեք ասենք փառք իրան հավիտյանս հավիտյանս, օրհնյալ է մեր Աստվածը։ Եվ սիրելի եկեղեցի, մենք պետք է հենց առաջի այս խոսքերից անմիջապես հասկանանք, որ խոսքը Փեսայի մասին է, նա այո այդպիսին է, նա շատ հզոր է, այո նա արշալույսի պես է, արեգակի պես է, նա ահարկու է, այո իսկապես զորքերի, դրոշակի զորքերի պես է, նա իսկապես շատ հզոր է, նա հաղթանակ տարավ, եւ այդ հաղթանակը տարավ հենց ինձ ու քեզ համար եկեղեցի, նա այդ հաղթանակը կրեց Գողգոթայի խաչի վրա, նա մտավ Գողգոթա, բարձրացավ խաչը եւ խաչի վրա զոհեց իր կյանքը ինձ ու քեզ համար։ Եվ այդ կյանքով բացվավ զորություն, մի հսկայական ուժ, կարողություն, հզոր ուժ ու զորություն մեր սրտերի համար, որ մենք ամեն տեղ ուր որ մտնենք, թե խավարի մեջ անցնենք, պիտի չվախենանք, պիտի խավարը ճեղքենք ու անցնենք այն կողմ։ Եվ պետք է կարողանանք ջրերով անցնել, կրակներով անցնել, ամեն տեղերով պիտի անցնենք եւ մեզ ոչինչ պիտի չպատահի, քանզի մեր Փրկիչը, զորած իշխանը մեր Աստվածն է, մեր արարիչն է, օրհնյալ լինի իրեն անունը, հավիտյանս հավիտյանս, թողնում ենք Տիրոջը, ալելույա։ Նորից դարձյալ շնորհավորում եմ Ագոպ եղբայր ջան եւ բոլոր եղբայրներ քուրեր ջան, ես լսեցի թե ինչքան ճանապարհ եք անցել եւ ինչքան այդպես ասած ուղիներ եք հաղթահարել, շատ ավելի զգացված եմ եւ օրհնված եմ, որ դուք կարող եք անցնել այդ։
դժվարությունը։ Ես գիտեմ, որ մենք ավելին դեռ պիտի անցնենք, որովհետև առջևի եղած մարտահրավերները ավելի զորավոր են և զոստալի են, բայց դրա համար, ինչպես այս օրերին արդեն լսեցինք, պետք է կրկնակի անգամ զորություն, փառքի լույսը մեր հետ։ Ալելույա Տիրոջը։ Ամեն։ Աստվածորդի Սիրենե ջան, մենք նաև ունենք աուդիո ուղերձ մեր Հայաստանի ավետարանական հավատքի եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը կխնդրեմ դիտենք։ Անկարգին Հակոբ եղբայր, սիրելի գոհար քույր, սիրելի եկեղեցի, ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեր 16-ամյակը։ Դա անձնագիր ստանալու տարեդարձ է և մաղթում եմ, որ երկնային տարեդարձները դոշնված լինի ձեր բոլորի էության մեջ։ Ցանկանում եմ, որ սիրելիներ ջան, ձեր կյանքի մնացած ընթացքը փառք բերի Տիրոջը, նպաստի նրա թագավորության տարածմանը և բարգավաճում ապրել հոգևոր բնագավառում, թող որ մեր եկեղեցու կողմից բոցաշունչ ողջույններով ողջունենք ձեզ, մաղթելով երկնային և երկրային օգնությունները ուղեկցեն ձեզ կյանքի բոլոր օրերում և բազմաթիվ մարդիկ դարձի գան և այդ ամեն ինչը, որ դուք անում եք ծառայի Աստծո թագավորության տարածմանը, նրա փառքի շատացմանը և այն մեծագույն հույսը, որ ապրում է մեր սրտերի մեջ, մենք միասին ըմբոշխնենք երկնային արքայության բոլոր բարիքներն ու օրհնությունները։ Մաղթում եմ ձեզ կրկին անգամ օրհնաբեր կոնֆերանս անցկացնեք ի փառս Աստծո և ի շինություն եկեղեցու։ Ամեն։ Օրհնի ձեզ, ես էլ եմ շնորհավորում սիրելիներ, բայց ուզում եմ մի հատ կողքիդ նստածին ժպտալ, նորայել եք ժողով ջանավոր ես, բայ նորուն եմ ձեզ համար, Հիսուսը հարություն է ավել, շատ լավ նուրը, և նրա անունով մենք փրկվածներս, ոնց որ երգեցինք իսկապես, հետաքրքիր բան է, այսպես առաքյալը ներկայացնում է որոշակի ծառայությունների, ֆունկցիաներ ծառայողների և հետո այսպես է ասում առաջի Տիմոթեոսի մեջ, եթե սուրբ գրքեր ուրեք եկեք նայենք առաջի Տիմոթեոս 3-ի, ուրեմն 15-ը այսպես է ասում, ասում է, եթե հանկարծ ես ուշադամ, իմանաս, թե ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որը կենդանի Աստծո եկեղեցին է, սյունը հաստատության և ճշմարտության։ Պարզվում է, որ եկեղեցուն վարվելու համար պետք են որոշակի կանոններ, որ մենք կարողանանք ունենալ և այդ ձև շարժվել։ Բայց սիրելիներ, ես չեմ ուզում այսպիսի կանոններ կամ ինչ-որ բան ասեմ, բայց ուզում եմ կորինթացիներից մի բան մաղթել մեզ բոլորիս, որպեսզի մենք իսկապես եկեղեցում վարվենք այնպես, ինչպես վայել է Աստվածահաճո ձևով։ Ինչ է ասում կորինթացիներին, գայթակղություն չտաք։ Հետաքրքիր է, 3 բնագավառի մեջ է շեշտում այս գայթակղություն չտալը Պողոս առաքյալը։ Ում չտան գայթակղություն։ Հրեաներին, հույներին և Աստծո եկեղեցուն։ Սիրելիներ, պետք է այնպես վարվենք, լավ այս հրեաներին ու հույներին դնենք մի կողմ, որտեղ այսօր եկեղեցու մասին ենք խոսում, եկեղեցի ծնունդն է։ Պետք է այնպես ապրենք, որպեսզի նաև եկեղեցու ներսում ոչ մեկին գայթակղություն չպատճառենք և այնպես վարվենք, որպես թե բոլորին ավելի բարձր համարենք, քան մեզ։ Երբ որ մենք այս հոգեբանությամբ մոտենանք ցանկացած քրոջ եղբորը, ես գիտեմ օրինակ մեր եկեղեցում այդպիսի խնդիրներ կան, չգիտեմ ստեղ կան թե չէ, նույնիսկ կարող են տեղի համար որոշակի բարդություններ առաջանալ։ Մեկը գասի դու իմ տեղն ես նստես տեից վեշկած, այն մեկ ուշացած գա բոլորը առաջ ենքոն գնա, այն մեկը մի քիչ կոպիտ խոսա, մի հատ էլ նորահավատ ա մտել եկեղեցի, վերջերս մի հատ շատ ծանր դեպք էր պատահել, ես լսեցի շատ ծանր տարա։ Մեկը եկել էր շատ սարսափելի վիճակի մեջ, ահավոր երևակայելի վիճակի մեջ, ամեն ինչ կորցրած, ամեն ինչ, ընտանիքը կորցրած, ունեցվածքը կորցրած, ամեն ինչ ոչնչացած, եկել էր իր վերջին հույսը, եկեղեցին մտնի, ու չգիտեմ ինչ էր եղել, եկել էր նստել էր ինչ-որ միտեղ, որտեղ հյուրեր պիտի գային դրսից, և կարգկանունի ծառայողները եկել էին, ասել էին ստեից վեր կամ ընդեղ գնալ, հա հիշեցին ինքը Ղարաբաղից էր, այս փախստականներից, ամեն ինչ կորցրել էր տուն, տեղ,
ամուսնուն երեխեքին զոհվել է եւ սենց այդ անյալանի վիճակի մեջ եկել էր եկեղեցի նստել էր միտեղ, մեկ էլ հանկարծ կար կանոնի ծառայողը վեր կացի ասել էր ստեպիտիկան ինչ-որ մի հատ հովիվ նստի, լացերնելով դուրս էր եկել եւ դրսում կանգնած եղբայրներից մեկը հանդիպել էր, տեսել էր ինչ-որ մի քույր կանգնած լացում է, ասել էր ի՞նչ ա պատահել, ասել էր ամեն ինչ կորցրեցի, ամեն ինչ կորցրեցի, մի հատ տեղը որ եկել է որ մի բան գտնեմ ստվից էլ ինձ դուրս արեց։ Սիրելիներ, եկեղեցին մի վայր է, որտեղ ցանկացած եկող առավել անգամ մենք։ Ես էլ եմ ասում հрьяաների եւ հույների մասին, աշխարհի եւ կրոնական դասի մասին չեմ խոսում, ես խոսում եմ եկեղեցու ներսում։ Եթե մենք մոտենանք այդ հոգեբանության, որ մենք ավելի ցածր ենք, քան ին կողքից նստած ցանկացած քույր եւ եղբայր, որ մենք չբամբասենք ու չշարախոսենք ոչ մեկից, որովհետև մենք ոչ մեկից գրավը չենք։ Եվ այսպես ես չեմ ասում, սա ասում սուրբ գիրքը, մեկից մեկից ավել դասեք։ Եվ այս ճանապարհը, այս խոնարհության, այս ճանապարհը դժվարության բերում է Աստծո փառքին մոտեցնելու համար։ Ես մաղթում եմ սիրելի եկեղեցի, որ մենք ապրենք եկեղեցու ներս այնպես, որ ոչ մեկին գայթակղության պատճառ չլինենք, որովհետև եկեղեցին Աստծո տունն է, ճշմարտության սյունը եւ կենթանի Աստծո հարսը։ Կարող եք Տիրոջը փառք տալ եկեղեցիներին։ Շնորհավորում եմ հաղորդակցան։ Աստված օրհնի, աճեք, բարգավաճեք, լցվեք Տիրոջ տունով ձեր ներսում եւ ձեզնից թողեք լույսը ճառագի բոլորի վրա։ Ամեն։